Սար։ Սարա։ Չգիտեմ էլ ոնց շնորհակալություն հայտնեմ քեզ։ Դու իմ կյանքի ամենածանր պահին հայտնվեցիր ու կողքիս եղար։ Օգնեցիր ու ձեռք մեկնեցիր։ Բայց ես էլ չեմ կարող քեզանից որևէ բան ընդունել։ Ժամանակն է, որ ես քայլեմ իմ ճանապարհով։ Մեկ անգամ ևս շնորհակալություն ամեն ինչի համար։ Ինձ էլ կներես, որ սենց թողնում եմ ու գնում։ Գիտեմ, որ թույլ չես տեղանալ, եթե ես ամենը քեզ ասեմ, բայց մնալ չեմ կարող։ Ճիշտ չի չհրաշալ մարդուն։ Ուրախ էի ճանաչել քեզ։ Լավ մնա բարի մարդ։ Մինչև իրերը կբերեն, ես իջնեմ տեսնեմ ինչ են գտնում, լավ։ Համբերի տեղավորվեք, հետո։ Հա կտեղավորվեք, ես հիմա։ Ինչ եմ կորցրել, ինչ եմ ման գալիս։ Ախ Սոնաս։ Լուսի։ Դուք ստեղ ինչ եք անում։ Հիշեցիր ինձ։ Հայկ, չէ։ Վերցրու, դե վերցրու։
Տեր ամենակարող, աղաչում եմ օգնիր ինձ։ Աղաչում եմ ինձ համար մի դուռ բացիր։ Ես հայտնվել եմ անելանելի վիճակում։ Աղաչում եմ Տեր ամենակարող։ Ճանապարհ ցույց տուր ինձ։ Մի ճանապարհ, որից կարող եմ դուրս գալ։ Աղաչում եմ։ Կներես։ Արի, բա մարդ իր ակնկանից կամա չի։ Հենց որ փոխվես վերջացնես, ասա ներս գամ։ Ասում եմ։ Արի։ Տանաշեն, դու էլ մի հատ նենց վրազ եկար, մարդ կարար տենց շուտ փոխվեր։ Բա մարդ իր ակնկանից կամա չի։ Յա, տենց, հա։ Ես պրոբլեմ չունեմ, կարամ հանվեմ, կարամ սպասեմ դու գար շորերս հանես, ոնց քեզ ձեռը տալի։ Լկտի։ Ես հասկանում եմ, որ իմ առաջարկներից դժվար է հրաժարվել, բայց ես անիմաց ջուրը բացելու տեղ կարաս ավելի հետաքրքիր բաներ մտածես, որ գիշերը գամ տուն։ Մի շարունակի։ Խի կնիկս չես։ Ավելի հետաքրքիր բան մտածի, որ ավելի հետաքրքիր լինի մեր կյանքը։ Ավելավա դու մտածես ինչ անես, որ մենք էլ նույն սենյակում չքնենք։ Դրանից հետաքրքիր բան էլ չի կարա լինի։ Իսկ ես հակառակն եմ մտածում։ Ոնց անենք սահմանը բացենք։ Չհերազես։ Ասեմ քեզ, եթե ուզենամ, այդ սահմանը մի րոպեում կքանդեմ։ Բայց ասեմ չեմ ուզում։ Բա որ չես ուզում, էլ ինչ ես ծանր տանում։ Ես եմ ծանր տանում։ Դու ես ծանր տանում։ Նկարում ես, բերում ես պատերին, կախում ես, մեր տնեցիներին ուզում ես ասես, որ նայեք ձեր տղեն ինձ դավաճանում է։ Իմ համար մեկը, հա, ինչ ուզում ես դու արա։ Այդ արդեն ասել ես։ Հա, ասել եմ։ Դե նայ, հա, լացել-մացել չկա։ Ինչ ես ակնարկում։ Տենց էլ չսովորեցել չէ, որ ես չեմ ակնարկում։ Ես կամ զգուշացնում եմ, կամ անում եմ։ Հիմա այս որն էր։ Հիմա զգուշացնում եմ։ Վայ, ոնց եմ ես քեզանից զզվում։ Երբ այս դժոխքը ավարտվելու։ Պաստորեն հիշեցիր ինձ, ինձ թվում էր չէիր հիշի։ Հա, ես դեմքերը լավ եմ հիշում։ Աստեղ եք հանգստանում։ Հա, նոր ենք եկել։ Բա ում հետ ես մենակ չես։ Չէ, մամայիս հետ եմ եկել։ Հա, շատ լավ տեղ է, լավ ժամանակ կանցկացնեք։ Եթե իհարկե ստացվի։ Մամային հազիվ եմ համոզել, որ գա։ Հա, դժվար է, հասկանում եմ։ Դու ոնց ես։ Ես էլ եկել եմ մի քիչ ցրվեմ։ Բա ոդկդ ինչ ա եղել։ Էջ, անհաջող ընկել եմ։ Հա, դե շուտ լավացի։ Շնորհակալություն։ Լավ, ես գնամ մաման մենակ կա։
Դե կհանդիպենք դեռ։ Դա այստեղ ենք։ Ժամանակ չես կորցնում։ Ճանաչեցիր ով էր։ Որ քլաբում հանդիպեցինք։ Քո համակուրսացու ընկերուհին է, որ քուրը նոր էր մահացել։ Չհիշեցի, չտասեց, բայց տրամադրությունը տեղն էր ժպիտը։ Ալներ։ Լավ, ոնց որ հետ ես գալի։ Նորմալ կյանք։ Ես պիտի Ձինայի հետ խոսամ։ Մատ հասկանամ ինչ ա ուզում, ինչ ա լինելու, ինչ ենք անելու։ Հայկը ջան, հերիք ա, խնդրում եմ քեզ։ Ինչքան կարելի է այդ աղջկա անունը տաս ու հիշես իրան։ Ամուսնացել է, գնացել է, վերջ այդ աղջիկը ու վայելում է իր ամուսնու հետ հիմա կյանքը։ Չկա տենց բան։ Ձինան հաստատ ինձ ա սիրում։ Ձինան քեզ չի սիրում։ Եթե սիրեր քո կողքը կլներ։ Ու այդ հարսանիքը չէր լինի։ Ու կփախներ քո հետ միջև այդ հարսանիքը, ինքը հակել է հարսի շորը, գնացել է հարսանիքը, արել են, վերջացրել են։ Ոնց կարա տենց բան լինի, Հայկ ջան։ Հետ արի, հերիքը։ Մենք ուզում էինք փախնեինք։ Քանի անգամ փորձեցինք, չստացվեց։ Լավ էլի, Հայկ։ Այն ժամանակ չի ստացվի, հիմա պիտի ստացվի։ Ձինան ուրիշի կինն է։ Ուրիշի օրինական կինը։ Բայց Ձինան իմն է։ Կներես, որ ասում եմ, բայց եթե Ձինան քեզ սիրեր, հիմա քո կողքը կլիներ։ Ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկին կարել է պարտադրաբար տանել հարսանիք անել, ամուսնացնել։ Հիմա արդեն ամուսնացել է, վերջ, քոնը չի ինքը։ Վարշամ հատուկ ես անում։ Հատուկ ես անում, որ ես ներվայնանամ։ Ինչ կլինի, մի խոսա այդ թեմայով։ Всё, փագի այդ թեման։ Ասում եմ, որ խելքդ գլուխդ հավաքես։ Հերիքա հեքիաթների հավատաս։ Ինչ էլ դու անես, մեկա սխալ ես։ Հիմա արդեն սխալ ես։ Մոռացի այդ աղջկան։ Ես Զինային եմ սիրում։ Դե սիրի, ինչ ասեմ։ Մի օր այդ սերը քեզ կկործանի, գերեզման կհասցնի։ Ուզում եմ տենամ, հələ Ձինան կգա լացի գերեզմանիդ վրա, թե չէ։ Հերիք։ Խնդրում եմ, հեռախոսդ վերցրու, հետո եթե կուզես էլի կգնաս, խոստանում եմ չեմ խանգարի։ Ուզում եմ խոսենք, հասկանամ արամարանքիդ պատճառը։ Խնդրում եմ,
Հեռախոսդ վերցրու։ Հետո եթե կուզես, էլի կգնաս։ Խոստանում եմ չեմ խանգարի։ Ուզում եմ խոսենք։ Հասկանամ արամարանքիդ պատճառը։ Չէ, Արման։ Ճիշտ է հիմա վերջակետ դնելն էր, քանի ես ավելի չեմ սիրահարվել քեզ, քանի դեռ կարող եմ ես ամենի դեմ պայքարել։ Ուր գնամ Տեր Աստված, ուր գնամ Տեր Աստված, ուր գնամ։ Սարանա։ Սար։ Տաթև, գներ ես գիտեմ, որ ամնավատ ժամին եմ զանգել, ուղղակի ես էլ ոչ մեկին չունեմ, ում կարող եմ դիմել։ Ինչ ա եղել, Սարա։ Չգիտեմ էլ ոնց ասեմ, անհարմար եմ զգում։ Սարա, վախացնում ես, ինչ ա եղել։ Տաթև, խնդրում եմ օգնի ինձ, հա։ Սարա, ինչ ա եղել, որտեղ ես։ Փողոցում։ Ինչի։ Ինչի ես հայտնվել փողոցում, Սարա։ Բա Արմանը կարգին է ամեն ինչ։ Ես պիտի տեսնեմ քեզ։ Ուզում եմ խոսենք։ Ախր չեմ կարող հիմա, Սար։ Մարդ չկա ինձ փոխարինող։ Չնայած այսօր ազատ օրս էր։ Տաթև, ես փողոցում եմ մնացել։ Ձերս գումար չկա ու ես չգիտեմ ինչ անեմ, ում զանգեմ։ Սարա, որտեղ ես, ասա հիմա կգամ։ Ես էլ չգիտեմ որտեղ եմ։ Շուրջդ նայի, Սարա, ինչ ես տեսնում։ Ոնց որ Կոմիտասի վրա։ Կոմիտասի 27։ Սպասի, Սարա, ոչ մի տեղ չգնաս, հիմա գալիս եմ։ Լավ։ Լացումը, բան չի ասում։ Ինչ ա եղել։ Չգիտեմ, գնամ տեստեմ ինչ ա եղել։ Իսկ Արմանը։ Ինչ Արմանը։ Ասեցիր Արմանը, ինչ կապ ունի։ Այն տղան չի որ գալիս է Սարայի մոտ։ Չէ։ Հիմա պիտի գնամ, ոնց գնամ։ Բայց ոնց գնամ։ Այսօր ազատ օրը չի։ Հա, ազատ օրս է այսօր։ Բա էլ ինչ կա։ Դե ոնց գնամ, երեխեքին ոնց թողնեմ։ Տաթև այսքան մարդ կա այստեղ։ Հանգիստ կարող ես գնալ։ Լավ, ես գնացի։ Ուր է էտի։ Ավտոյս մեջ է։ Ինչ կապ ունի Սոնայի մահվան հետ էտի։ Եսի դրանց թայֆից է։ Բերել է։ Հել։ Բարձրացրու։ Դու գիտես ես ով եմ, արա։ Հա, գիտեմ։ Էդ լավ է, որ գիտես։ Իսկ ոնց իմանանք։ Դու ով ես։ Անունս Արգան է։ Քո անունն ինձ պետք չի, արա։ Ում մոտ ես աշխատում, հələ ասա։ Քո հետ եմ։ Ես բանվոր տղա եմ։ Ում մոտ ես աշխատում, արա, քեզ հարց տվի։ Ո՞ց արա։ Վռամի։ Վռամն ով է։ Այն որ քաղամասում է։ Պարզ։
Իսկ այդ վրամը որտեղ աշխատում։ Շեֆ ունի, չէ։ Ես չգիտեմ, իսկ փողու հանձնարարություն է տվել։ Ու ինչ հանձնարարություն ա տվել։ Որ հետևեմ Դավթյանին։ Ինչի համար, արա։ Ես չգիտեմ, այդքան ինֆորմացիա չունեմ։ Ինֆորմացիա չունես կեղտոտ գործ ես անում, արա։ Դու գիտես ում դեմ ես ելել։ Հասկանում ես ինչ կարա կոյետել լի, արա։ Հասկանում ես։ Արսեն ջան, խնդրում եմ, ինձ ոչ մի բան մի արա։ Ինչ ուզես կանեմ, առանց փող։ Հրսվիլու։ Լսի, արա։ Հիմա սաղ պատմում ես։ Ով ա ու ինչ գիտես։ Ես այդքան տեղեկություն չունեմ։ Բա որ տեղեկություն չունես, խի ես կեղտոտ գործերի մեջ մտնում։ Արսեն ջան, խնդրում եմ, ինձ ոչ մի բան մի արա։ Ինչ ուզես կանեմ։ Գիտես ում դեմ ես ելել։ Հասկանում ես ինչ կարա քո հետ լինի, արա։ Ինձ վրամն է կանչել։ Մենք իրար հետ աշխատել ենք քարի ցեխում։ Ինչ քարի ցեխ, մեր քարի ցեխում։ Հա։ Անասուն։ Ալեքս, Արսեն ջան, ես անասունը ինֆորմացիա ծախում Լալյանին։ Դրա համար աշխատում։ միլիոն։ Ուրեմն 10 միլիոնից 3-ը մեզ, 2-ը դուրս։ Շեֆ ջան, ինչ կա։ Դու ասա տենամ ինչ կա։ Շեֆ, տղերքին փող պետք է տամ։ Ինչքան։ Դե դու գիտես էլի։ Հորա կաթիկ թողիկ էլի։ Քերիկ տարակ։ Գործը չեք անում, իսկ փողը տանում եք։ Ձերս որ տանում եմ ջեբս։ Ու շարունակությունը գիտես։ Շեֆ, դե ես վրամ ես գործերի համար է։ Դու գիտես։ Էլ ինչ ասել։ Տար սաղի հարցերը լուծի բերանները փագի, ինչ ուզում ես արա, ինձ բկա պետք չի, որ բուլդոզեր որ փորեն, ին վրա դուրս չգան։ Լալայան ջան, ինձնից բացի ոչ մեկին չգիտեն, են ով էլ որ ինձ գիտեր, աստված հողը վրան թեթևանի։ Դե ասում ես, բայց մի տես մի ծի վերջում դուս ա գալի, անենց արա, որ այդ ծիլերն էլ արմատախիլ անես։ Տո ոչ ծիլ կա, ոչ էլ վկա։ Գլխավորին ես իմ տան մեջ իմ ձեռով խփել եմ, ես այդ արետ հավել եմ ցավը տան։ Այդ Արտուր, բայց այս անգամ վերջացնենք, էլ փողի հետևից չգաս, այսինքն որ գաս էլ մոտս չկա։ Շեֆ, էս վերջի գործի համար է, այն հարիվին, որ բերդում հարցերը լուծին։ Տես է, մեծ ոչխարի պատճառով ինչքան ընգանք, գործն էլ չարվեց։ Հաջորդ գործը ես իմ ձեռներով կանեմ, հաստատ քեզ խոսք եմ տալի։ Արտար, ինչ պետք է արա, բայց էլ փողի հետևից չգաս։ Դե գնացի շեֆ ջան։ Արա կթին տարան արա։ Այ արա, ասում են կանեն, ու չեն էլ անում։ Ինչ էի հաշվում արա, 10 միլիոնից 4-ը ինձ,
Վեցը պետությանը։ Մամ, Տինա ջան, ո՞նց ես բալես։ Մամա, այդ հարցը դու հատուկ ես ինձ անընդհատ տալիս, որ ջղայնացնես։ Իհարկե շատ վատ։ Մի քիչ կամաց խոսա, հա, կլսեն այդտեղ։ Լսում են, թող լսեն։ Տինա, խելքդ գլուխդ հավաքի։ Խելքս պիտի ժամանակին գլուխս հավաքեի, որ չհամաձայնեի ամուսնանալ Արսենի հետ։ Այ բալես, ախր Արսենը լավ տղա է։ Լավ տղա է, իր ամոր աչքը լույս։ Աղջիկս, քեզ ասեցի մի քիչ կամաց խոսի, կլսեն։ Չեն լսի, տանը մարդ չկա։ Ոնց մարդ չկա։ Վերջը գնաց, հա, Էլիզան։ Բա ասում ես չեմ ուզում, չեմ գնա։ Չգիտեմ ինչ էր ասում, բայց գնացել են։ Մարդ չկա տանը։ Բա դու հիմա մենակ ես։ Մենակ եմ։ Հայ ցավը տանեմ, ինչի ես մենակ մնացել, բալես, վեր կաց հարի իմ մոտ։ Հեսա դուռը կբացեմ ու կգամ մի անգամից ձեր տուն։ Արսենն հենց շների չի դրել դրան դիմաց, որ կարողանամ տնից դուրս գալ։ Ոնց թե։ Մի հատ զանգի Արսենին, հա? Զանգի ասա գնում եմ մամայիս մոտ։ Ուզում ես ես զանգեմ։ Պետք չի։ Ես Արսենին ոչ մի բան չեմ ասի։ Լավ էլի իմ աղջիկ, լավ էլի։ Դուք էլ եղաք ամուսիններ։ Ախր այ բալես, ամուսինը պետքա քո ամենամոտ, ամենահարազատ մարդը լինի։ Հերիքա մամա, ամուսինը։ Արսեն իմ ամուսինը չի։ Ու երբեք էլ չի լինի։ Խնդրում եմ, արի հասկանանք, հա, ու այդ հարցը փակենք։ Դե հա, այդ կոլխոստան մեջ դժվար էլ դուք լավ զգայիք ձեզ։ Լավ մի բան չեմ հասկանում։ Սիրտս պայթում է այդքան փողի մեջ։ Դժվար է մի հատ տոմս առնել, տալ ջահերներին, ասել գնացեք ձեր մեղրամիսը վայելեք։ Մամա, խնդրում եմ, հերիքա, ոնց որ ինադու անես։ Ես քեզ ասում եմ, զզվում եմ Արսենից, դու ասում ես մեղրամիս։ Հե, բալես, որ իրար հետ մենակ ապրեիք դուք, հաստատ կսիրեիք իրար։ Տինա։ Երեխուս ներվերը տեղում չի։ Տինայիս հանգիստ է պետք։ Լավ, մի խոսքով։ Այս ամսվա բոլոր մուտքերն ու ելքերը կբերեք ինձ։ Հա, իհարկե, խնդիր չկա։ Հա, մեկ էլ այդ քարե արտադրամասին էլ ասա, թող նա էլ բերի։ Եղավ։ Շատ լավ, կբերենք։ Արսեն։ Լրիվ ամրոցը։
Ուր գնում եմ սրանցից չեմ պրծնում։ Ալո, լսում եմ։ Բարև ձեզ, տիկին Քնարիկ, Ձինանը։ Ձինան։ Ձինան։ Ինչի է զանգել աղջիկ ջան։ Կներեք ձեզ անհանգստացնելու համար։ Ուղղակի շատ անհանգիստ է։ Ուզում եմ իմանամ Հայկը ոնց է, որտեղ է։ Մոռացի Հայկին։ Դու արդեն կոնտրությունը կատարել ես, հանգիստ թող իմ տղային։ Խնդրում եմ, մենակ մի բան ասեք։ Ոնց է։ Հայկը ստառապում է։ Չգիտեմ իր հետ կատարվածը որքանով է քո հետ կապված, բայց որ երեխես աչքիս առաջ տանջվում է այդ հաստատ։ Հայկը քաղաքում չի։ Մոռացի Հայկին։ Հանգիստ թող տղայիս։ Սիրի ընտանիքդ, երեխաներ ունեցի, երջանիկ եղիր աղջիկ ջան, ու հանգիստ թող տղայիս։ Ես էլ սենց չեմ կարող։ Չեմ կարող։